Ուշադրություն դարձրել եք, որ երբեմն կյանքում նույն իրավիճակները կարող են հաճախ կրկնվել։ Միգուցե տարբեր մարդկանց հետ, բայց նույն սցենարով, տարբեր աշխատանքներում, բայց նույն հիասթափությամբ, տարբեր հարաբերություններում, բայց նույն ավարտով։ Ու մի պահ սկսում ես մտածել, որ կյանքը քո դեմ է դուրս եկել, բայց իրականում այդպես չէ։ Ողջույն, այսօր կխոսեմ կյանքում կրկնվող սցենարներից։ Թեմայով կիսվել էի մի քանի օր առաջ իմ Facebook-ի և Instagram-ի էջերում, բավականին մեծ արձագանք ստացավ, դրա համար որոշեցի մի փոքր ավելի խորացնել թեման և կիսվել ձեզ հետ մի շարք ինֆորմացիայով, որին ես տիրապետում եմ։ Մինչ առաջ անցնելը, եթե առաջին անգամ եք հայտնվել իմ YouTube-յան ալիքում, ես Արմենն եմ Սեթեղյան, զբաղվում եմ չինական մետաֆիզիկայով, թվագիտությամբ, անցանում եմ սերտիֆիկացված մաստեր, բիզնես խորհրդատու, անձնային աճի մարզիչ և օգնում եմ իմ գիտելիքներով մարդկանց հաղթահարել կյանքում եղած խնդիրները, որոնք երբեմն թվում են անհաղթահարելի։ Հիմա եկեք անդրադառնանք արդեն կրկնվող սցենարներին։ Կրկնվող սցենարները դրանք երևույթներ են, որոնք կարող են հաճախակի կրկնվել մեր կյանքում, հաճախ թվում է, թե ինչ-որ մի բան այս անգամ այլ ձև կարող է տեղի ունենալ, այլ հանգուցալուծում կարող է ունենալ, բայց իրականում մենք ստանում ենք նույն արդյունքը։ Իսկ ինչ են այս կրկնվող սցենարները։ Իրականում սրանք անտեսանելի օրինաչափություններ են, ձևակերպեմ այսպես, որոնք կարծես կրկնվում են մեր կյանքում այնքան ժամանակ, մինչև մենք հասկանանք դրանց դասը։ Կյանքի որ ոլորտներին կարող է վերաբերվել, որ ոլորտներին կարող է առնչվել, ես առանձնացրել եմ 4 հիմնական ոլորտ՝ ֆինանսներ, հարաբերություններ, ինքնություն և աշխատանք։ Հենց այս ոլորտներում ենք մենք շատ հանդիպում կրկնվող սցենարներ։ Կրկնվող սցենար ֆինանսի հետ կապված, երբ թվում է ամեն ինչ կարգավորված է, սակայն նորից նույն ճգնաժամն է սկսվում։ Հարաբերություններ, երբ հարաբերություններում մենք ունենում ենք կրկնվող նույն սցենարը, այսինքն նույն կոնֆլիկտները, նույն բաժանումները, հանդիպում ենք նույն տեսակի մարդկանց, ովքեր նույն վերաբերմունքն են մեզ ցույց տալիս։ Ինքնության հետ կապված, երբ մարդը չի կարողանում հասկանալ, թե ով է ինքը իրականում, ինչ ուղղությամբ պետք է շարժվի, երբ փորձում է իրեն համատել այլ մարդկանց հետ, ու անդադ կատարում է նույն սխալը։ Աշխատանք, երբ որ մենք ունենում ենք անընդհատ կոնֆլիկտ մեր վերադասի հետ կամ մեր ուրեմն գոլեգաների հետ, անընդհատ կոնֆլիկտներ, չկա գնահատված լինելու զգացում, աշխատում եք շատ, բայց չեք գնահատվում։ Մի խոսքով, այսինքն իրավիճակներ, որոնք անընդհատ կարող են կրկնվել, ու անկախ նրանից, թե մենք որտեղ ենք աշխատում, նույն կազմակերպություն ենք փոխում, գնում ենք այլ կազմակերպություն և նորից նույն սցենարը։ Հարաբերություններ, դուրս են գալիս մեկ հարաբերությունից, սկսում ենք մեկ այլ հարաբերություն, բայց նորից նույն սցենարը։ Այստեղ է հենց այն գլխավոր խնդիրը, թաքնված, թե ինչու են սրանք տեղի ունենում, նման սցենարներ, կրկնվող սցենարներ, և ինչպես կարելի է հասկանալ դրանց հիմնային խնդիրները։ Իրականում հիմնային խնդիրները գտնելու համար մի փոքր պետք է ավելի խորանալ և հասկանալ, թե դրանց հիմքում ինչն է ընկած, ինչու են ընդհանրապես տեղի ունենում, որտեղից է գալիս այս օրինաչափությունը և ինչպես կարելի է դրանք բացահայտել։ Իրականում կան ծրագրեր, դրանք կոչվում են կարմիկ ծրագրեր, և կարմիկ ծրագրերը ունեն շատ մեծ ազդեցություն մեր ուրեմն կյանքի, մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Ընդհանրապես, եկեք մի հատ հասկանանք ինչ է կարման։ Բառը երբեմն վախ է առաջացնում մարդկանց մոտ, քանի որ դրա բացատրությունը միգուցե հստակ չգիտեն, դրա համար ամեն դեպքում ասեմ, կարման դա պատճառահետևանքային կապերն են, այսինքն կարման դա ներկայացնում է պատճառ և հետևանք, փոխկապակցվածությունը։ Կարմիկ ծրագրերը դրանք ոչ միշտ չէ, որ բացասական են, այսինքն կարմիկ ծրագրերը դրանք և դրական են, և բացասական, և դրանք կարող են գալ նախորդ վերածնունդներից, այսինքն մարդը ամեն անգամ վերածնվելով ձեռք է բերում նոր փորձառություն, անցնում է որոշակի դասեր, որոշակի փորձություններ, հաղթահարում է, և կան փորձություններ, որոնք բնականաբար չի հաղթահարում, ու դրանք չեն վերանում, այսինքն եթե անձը դեռ չի անցել տվյալ դասը, տվյալ փորձառությունը, ապա նա իր հաջորդ կամ
մյուս կամ n մյուս, հա, հաջորդ ուրեմն վերածնունդների ժամանակ պետք է փորձի հաղթահարել այդ դասերը։ Եվ բնականաբար մենք մեր կյանքի ամբողջ վերածնունդների ժամանակ կուտակում ենք մեծ քանակի կարմիկ ծրագրեր, կարմիկ դասեր։ Ու դրանք կարող են լինել նախորդ վերածնունդներից և կարող են լինել նաև ներկա վերածննդից առաջացած կարմիկ ծրագրեր կամ կարմիկ դասեր։ Հենց սրանցով է մեծամասամբ պայմանավորված այն երևույթը, որը անվանել ենք կրկնվող սցենարներ կյանքում։ Իսկ ինչպես խուսափել կրկնվող սցենարներից։ Սա շատ կարևոր է։ Առաջին քայլը դա պետք է նախ եւ առաջ հասկանալ, տեսնել օրինաչափությունները մեր կյանքում, հա։ Քանի դեռ չենք հասկացել, թե ինչն է կրկնվում, մենք գիտակցաբար նույն որոշումները կարող ենք կայացնել։ Երկրորդը երկրորդ դասը, այսինքն պետք է հասկանանք, թե յուրաքանչյուր կարմիկ ծրագիր իր հետ բերում է հարց։ Ինչ պիտի փոխես քո մեջ, որ վախից պիտի դուրս գաս, ինչ սահման պիտի սովորես դնել, ինչ որոշում պիտի վերջապես կայացնես։ Այլ կերպ, գիտակցված ընտրություն անես։ Քանի որ նույն էներգիան միշտ նույն արդյունքն է ստեղծում։ Եթե դու նույն մարդն ես, նույն մտածողությամբ, չկա մտածողության, մտածելակերպի փոփոխություն, նույն արձագանքով, կյանքը հաճախ նույն սցենարն է վերադարձնում քեզ։ Բայց հենց սկսում ես հասկանալ քո ներքին օրինաչափությունը, կարծես կյանքն էլ սկսում է ինքն իրան փոխվել, որովհետև դու այլևս չես ապրում ավտոպիլոտ ծրագրով, այլ դու սկսում ես վերլուծել, դու սկսում ես նկատել որոշակի օրինաչափություններ, հա, եւ գուցե հենց հարցը սա չէ, ինչու է սա ինձ հետ պատահում, այլ ինչ է սա փորձում ինձ սովորեցնել, որտեղ յուրաքանչյուր իրադարձություն մեր կյանքում որ տեղի է ունենում, մենք պետք է սկսենք դրան վերաբերվել ոչ թե ինչու սա տեղի ունեցավ, արդյոք ես սրան արժանի եմ, ինչու են մարդիկ իմ հանդեպ սենց վերաբերվում, այլ պետք է մենք տանք հետևյալ հարցը. ինչ է սա ինձ փորձում սովորեցնել, հա, ոչ թե ինչու է դա տեղի ունենում, այլ ինչ է սա ինձ փորձում սովորեցնել, եւ յուրաքանչյուր խնդրի պետք է փորձենք նայել կողքից։ Սա շատ կարևոր է։ Ես կփորձեմ թվագիտության օգնությամբ բացատրել, թե ինչ է կարմիկ ծրագիրը, կարմիկ դասը եւ միասին կկատարենք հաշվարկ, կսովորեցնեմ հաշվարկի տարբերակը ու սրանով մենք կհասկանանք մեկ կարմիկ ծրագրի նշանակությունը մեր կյանքում, քանի որ դրանք շատ են, բայց այսօր մենք կանդրադառնանք դրանցից մեկին, կներկայացնեմ հաշվարկի տարբերակը եւ կփորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կարմիկ ծրագիրը մեզ համար անհատապես ու ինչպես կարելի է հաղթահարել այն։ Մեզ պետք է անձի ծննդյան տվյալները, ուրեմն ավելի կոնկրետ մեզ պետք է ծննդյան օրը, մեզ պետք է ծննդյան ամիսը, հա։ Ենթադրենք անձը ծնվել է 25/08, 25 օգոստոս 1993 թվականին։ Ծննդյան օրը մեզ մոտ 25-ն է։ Եթե ձեզ մոտ ծննդյան օրը երկնիչ թիվ է, ապա պետք է այն դարձնենք միանիշ։ Այսինքն, եթե մեզ մոտ 25 է ծննդյան օրը, ապա պետք է դարձնենք միանիշ, 2-ին գումարում ենք 5, ստանում ենք 7։ Եվ ծննդյան ամիսն ենք վերցնում, որը 8-րդ ամիսն է, թողնում ենք նույնությամբ։ Եթե ձեզ մոտ օրինակ 11-րդ ամիսն է կամ 12-րդ ամիսն է կամ 10-րդ, ապա դուք պետք է նիշերը գումարեք իրար եւ ստանալ միանիշ թիվ։ Դրանից հետո կարմիկ ծրագիրը հաշվելու համար մենք պետք է ծննդյան օրվա թվից, հա, մեզ մոտ 7-ն է, հանենք ամսվա թիվը 8-ը։ 7-ից հանած 8 ստանում ենք 1, բայց մինուս նշանով, բայց մենք միշտ պետք է վերցնենք մոդուլը, այսինքն դրական, հա, դրականն է պետք է վերցնենք, հետևաբար 7-ից հանած 8 ստանում ենք -1, բայց վերցնում ենք 1 թիվը։ Ու տվյալ անձի համար կարմիկ ծրագիրը, ծրագրերից մեկը, նորից եմ կրկնում, դրանք շատ են, բայց մենք նայում ենք մեկ տարբերակ այսօր, ուրեմն կլինի 1 թիվը։ Ձեզ մոտ կարող է լինել 2, 3, 4, հա։ Ամեն դեպքում պետք է ստանաք 1-ից մինչև 9 թվերի, ուրեմն միջակայքում, հա։ Երկնիչ թիվ, եթե ստացվեց, չնայած չի լինի երկնիչ թիվ, որտեղ մենք միշտ հաշվարկում ենք 1-ից 9 թվերով, ուրեմն ձեզ մոտ պետք է լինի միանիշ թիվ, սրան ուշադիր եղեք, հա։ 1, 2, 3, 4, մինչև 9։ Հենց դրանով կբացատրվի ձեր կարմիկ ծրագիրը։ Ու հիմա եկեք հասկանանք, թե յուրաքանչյուր թվի դեպքում
ինչին պետք է ուշադրություն դարձնենք, որպեսզի խուսափենք կրկնվող սցենարներից մեր կյանքում։ Եթե ձեզ մոտ 1 թիվն է, ուրեմն 1 թվի դեպքում շատ կարևոր է, որպեսզի տվյալ անձը սովորի, գիտելիք ձեռք բերի և կիսվի իր փորձառությամբ, իր գիտելիքներով շրջապատի հետ։ Ցանկալի է, որ դուք անկախ նրանից որտեղ եք գտնվում, հա, ինչպիսի գործունեությամբ եք զբաղվում, հիշեք, որ դուք պետք է միշտ օգնեք մարդկանց, սովորեցնեք նրանց և կիսվեք ձեր գիտելիքներով ու փորձով։ Լինեք ուսուցիչ, լինեք խորհրդատու, օգնեք ձեր ամենակարևորը օգնեք ձեր եղբայրներին, քույրերին, եթե ունեք հարազատ քույր-եղբայր, եթե ոչ ձեր զարմիկներին, ինչու՞ չէ նաև ձեր հասակակիցներին, անկախ նրանից, ինչպիսին են հարաբերությունները, այսինքն հարաբերությունները նախ պետք է դրական լինեն, պետք է պահեք դրական ու պլյուս դրան պետք է փորձեք օգնել, հա։ Հակառակ դեպքում ձեզ մոտ կարող են լինել կրկնվող սցենարներ։ Մյուսը 2 թիվն է, հա, եթե ձեզ մոտ կարմիկ թիվ 2-ն է, կարմիկ թիվը 2-ն է, ուրեմն այստեղ շատ կարևոր է, որ դուք հաստատեք ներդաշնակ հարաբերություններ մայրիկի հետ։ Խնամեք կենդանիներին, ընտանի կենդանիներին, եթե իհարկե ունեք, կամ եթե չունեք, ցանկալի է, որ ձեռք բերեք։ Եվ փորձեք մաքսիմալ չվիճել մայրիկի հետ, որտեղ ձեր հիմնական կարմիկ ծրագիրը, ծրագրերից մեկը կապված է հենց մայրիկի հետ։ Սա շատ կարևոր է, սրան ուշադրություն դարձնել և եթե դուք չեք ցանկանում, որպեսզի ձեր կյանքում լինեն կրկնվող սցենարներ, ապա փորձեք ուշադրություն դարձնել այս 3 կետերին։ Եթե ձեզ մոտ 3-րդ թիվն է, ապա կրկնվող սցենարներից խուսափելու համար լավ կլինի, որ դուք հաստատեք լավ հարաբերություններ երեխաների և մայրիկի հետ, օգնեք բացահայտել երեխաների տաղանդները, անկախ նրանից դրանք ձեր երեխաներն են, թե ձեր շրջապատում եղած այլ անձանց երեխաներն են։ Հոգ տարեք ընտանիքի մասին, սա շատ կարևոր է, ստեղծեք կոմֆորտ միջավայր, լավ հարաբերություններ ու փորձեք պահել այդ հարաբերությունները դրական նոտայի վրա։ Եթե ձեզ մոտ 4 թիվն է, ուրեմն եթե ցանկանում եք խուսափել կրկնվող սցենարներից, ձեր կյանքում լավ կլինի, որ դառնաք ձեր ոլորտի լավագույն մասնագետներից մեկը։ Վերցնեք պատասխանատվություն, երբ որ կա դրա անհրաժեշտությունը, սովորեք օգնություն խնդրել, չվերցնել ամբողջ բեռը ձեզ վրա և իհարկե ընդունել օգնություն շրջապատից, երբ որ մարդիկ ձեզ հանդես են գալիս օգնությամբ, հա, սա շատ կարևոր է։ Եթե ձեզ մոտ 5-րդ թիվն է, ապա կրկնվող սցենարներից խուսափելու համար լավ կլինի, որ դուք ամենաառաջինը ուշադրություն դարձնեք ձեր կրթության վրա։ Բարձրագույն կրթություն ստանալը պարտադիր է։ Պարտադիր է օգնել հայրիկին և սովորեք հետևել օրենքին, կարգ ու կանոն պահեք ձեր կյանքում և փորձեք հետևողական լինել այն ամենին, ինչը գրված է օրենքում։ Եթե ձեզ մոտ 6-րդ թիվն է, ուրեմն այստեղ շատ կարևոր է, որ դուք ուշադրություն դարձնեք ձեր հարաբերություններին, անկեղծ ներդաշնակ հարաբերությունները, դրանք շատ կարևոր են, հակառակ դեպքում ձեզ մոտ կլինեն կրկնվող սցենարներ հենց հարաբերությունների հետ կապված։ Խուսափեք դավաճանություններից և խուսափեք սիրային եռանկյուններից, սովորեք սիրել անվերապահորեն, սա շատ կարևոր է։ Եթե ձեզ մոտ 7-րդ թիվն է, ապա կրկնվող սցենարներից խուսափելու համար դրեք ձեր նպատակները և հասեք դրանց։ Պարտադիր պետք է կատարեք պլանավորում։ Օգնեք ուրիշներին իրականացնել իրենց գաղափարները և բացահայտեք ուրիշների տաղանդները։ Սա շատ կարևոր է։ Եթե ձեզ մոտ կարմիկ թիվը կամ կարմիկ ծրագրի թիվը 8-ն է, ապա կրկնվող սցենարներից խուսափելու համար 3 հիմնական կետ կա, որին պետք է ուշադրություն դարձնեք։ Հետևեք կանոններին, հետևեք օրենքին, եղեք արդար և մի փնտրեք արդարություն ձեր կյանքում։ Եթե ձեզ մոտ 9-րդ թիվն է, ապա շատ կարևոր է զբաղվել հոգևոր պրակտիկաներով։ Շատ կարևոր է կիսվել ձեր գիտելիքներով, ձեր փորձով շրջապատի անձանց մարդկանց հետ։ Օգնեք տարեցներին, փորձեք վստահել մարդկանց։ Քանի որ այս ամեն ինչը, այս 3 հիմնական կետերը չկատարելու դեպքում ձեզ մոտ կարող են լինել կրկնվող, անընդհատ կրկնվող սցենարներ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ձեր կյանքի, ձեր հաջողության, ձեր առաջընթացի վրա։ Սրան պետք է ուշադրություն դարձնել։
Եվ իհարկե, եթե այս ամեն ինչը ձեզ հետաքրքիր է, ապա ամսի 27-ին ես անցկացնելու եմ վեբինար մայիսի 27-ին Երևանի ժամանակով 19:30, թեման անտեսանելի օրինաչափությունները, որոնք կառավարում են քո կյանքը թեմայով։ Եթե հետաքրքրում է քեզ այս ամեն ինչը, ապա գրանցվիր, վիդեոյի նկարագրության մեջ է հղումը, և կհանդիպենք արդեն ամսի 27-ին ու ավելի մանրամասն կուսումնասիրենք այն օրինաչափությունները, որոնք կառավարում են մեր կյանքը։ Այսքանը, լավ եղեք, եթե վիդեոն հետաքրքրեց, անպայման լայք կոճակը սեղմեք և չմոռանաք գրանցվել իմ YouTube-յան ալիքին, եթե մինչև հիմա դեռ չեք գրանցվել, ու կիսվեք այս վիդեոով ձեր շրջապատի մարդկանց հետ։ Այսքանը, մինչ հաջորդ անգամ։